Դիլիջանի աջ ու ձախ բլուրներն այսօր ամբողջովին ծխապատ են, այն հատվածները, որտեղ երեկ կրակ կամ ծուխ չէր երևում, այսօր ծխով են պատված։ Այս պահին քաղաքի հարակից հատվածներում հրդեհի մարման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Ներքին գործերի նախարարությունից հայտարարում են, որ Տավուշում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մոտ 700 փրկարարական ծառայող, ավելի քան 200 էկոպարեկ և բնակիչներ։ Պաշտպանության նախարարությանը պատկանող Լեռնային Հայաստան առողջարանի տարածքում տեղակայված է հրդեհաշիջման աշխատանքները համակարգող շտաբ, այն ղեկավարում է փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Տեղում հրշեջ ծառայության մեքենաներ կան, երկնքում ժամանակ առ ժամանակ ուղղաթիռ է պտտվում, ջուր ցողելով անմատչելի տարածքների վրա։ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն Ազատությանը հայտնեց, որ իրավիճակը վերահսկելի են գնահատում։ Նրա պնդմամբ հիմնականում խոտածածկ տարածքներն են այրվում ու որ հնարավոր է եղել կանխել կրակի տարածումը դեպի խիտ անտառածածկ տարածքներ։ Անտառային հատվածներում կա հրդեհ, բայց հիմնականում այրվում է բուսածածկ, խոտածածկ հատված, կան ջերմահարված ծառեր։ Երեք լուրեր էին տարածվել, որ կրակը Պաշտպանության նախարարությանը պատկանող Լեռնային Հայաստան առողջարանին է հասել։ Առողջարանը նախատեսված է զինծառայողների համար, Ազատության նկարահանող թիմին թույլ չտվեցին մոտենալ տարածքին։ Առողջարանի տնօրենը հրաժարվեց հարցազրույցից, բայց ասաց, որ իրենց այցելուները շարունակում են հանգիստը։ Պնդեց, թե հրդեհը հեռու է իրենցից առնվազն 2 կիլոմետր։ Պատասխանատուները պնդում են, որ ժամանակին են արձագանքել հրդեհի դեպքերին ու որ տեխնիկան լիովին բավարար է։ Ահազանգը ստանալուն պես անմիջապես փրկարար ծառայության ստորաբաժանումները րոպեների ընթացքում հասել են դեպքի վայր։ Իսկ տեխնիկական միջոցները մեր բավարար են։ Տեխնիկական միջոցները այս պայն եւս բավարար են։ Պաշտպանության նախարարության ուղղաթիռը շարունակում է թռիչքները, մեր տեխնիկան եւս այստեղ է եւ որևէ խնդիր այս պայն չունենք։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Դիլիջանի կանաչի կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ Թթուջուր հատվածում դեռ 5 օր առաջ բռնկված հրդեհը գրեթե ամբողջովին մարված են համարում։ Խոտածածկ տարածքները այրելու հետևանքը ի վերջո կա վերջնական եզրակացություն։ Պատճառների հետ կապված կարող եմ ասել, որ ոստիկանությունը զուգահեռ իրականացնում է որոշակի միջոցառումներ։ Կցանկանայի նշել նաև չոր կլիման, որը բնականաբար դա որոշակի օգնող հանգամանք է լինում, որ կրակի տարածման համար։